Ժողջան, բարի լույս, այսօր հոկտեմբերի 16-ն ենք և եկեք նայենք, թե շուկան ինչա ուզում մեզանից, որովհետև անհասկանալի է այս պահին իհարկե, բայց փորձենք մի քիչ պարզաբանենք։ Ինչ ունենք։ Օրականով ունենք այսենց տրենդ դեպի վերև, որ այս սենց եկավ այս պոչը ջարդեց, փշրեց, սաղին լիկվիդացրեց, հետո եկավ խելոք էլի այս տրենդի վերևը։ Ունենք այս տրենդը, որը որ սենց որ դիտարկենք, այս երկու կետերը պահելա, որից հետո եկել վերև ջարդելա, եկել իջել ներքև այս զոնան ու պահպանում է այս զոնան։ Ունենք order block եզում ասեի, բայց այս պոչը հարամել է։ Եկեք շարունակենք պոչից հետո տեսնենք ինչ ունենք։ Միջև պոչը ունենք այստեղ order block, որը որ բավականին հզոր է, այսինքն միջև 120,000 պոտենցիալ կա աճի, այստեղ ունենք trend line, սենց կարող եմ նկարել, որտեղ որ նույնպես ցույց է տալիս, որ դեռևս ճնշում կա ներքև, բայց այն պահին, երբ որ ջարդի վերև, հավանաբար կարանք տեսնենք սենց մի բան, ջարդը որ լինի, պարտադիր պետք է 114,000 հասնի։ 114 հասնելուն պես այստեղ order block է գոյանում, այստեղ, սենց, որից հետո հավանաբար արդեն կբարձրանա վերև, եթե ինչ։ Ինչի համար եմ կարծում, որ պետք է շուկան բարձրանա վերև։ Առաջի հերթին, որտեղ այս աբսուրդ բանը տեղի ունեցավ, երկրորդ հերթին այս աբսուրդ բանը տեղի ունենալուց հետո շուկան չի ընկել, այսինքն չի շարունակել ընկնել։ Ես սպասում էի, որ պետք է ընկնի, բայց փաստացի այս 110,000 զոնան սենց ձիգ բռնած պահում են, ովքեր որ պահում են։ Հիմա, քանի որ զոնան պահում են, մենք ունենք այս տրամաբանությունը, ժամանոց եկեք գնանք, այստեղ մի հատ էլ սենց մի հատ տրենդ քաշենք, ունենք այս տրենդը ու այս տրենդը, որ սենց եկել է կփացել է։ Հիմա իմ կարծիքով որևէ մեկը, որը որ ջարդեց, պետք է այդ ուղղությամբ էլ շարունակի իմ կարծիքով։ Դե, ինչպես որ ասացի, վերև է բիթքոյնը գնալու, ինչի համար, որտեվ մեծ հավանականություն ունենք, որ տոկոսադրույքի քիչ է լինելու ու մնացած այլ բաները, բացասական բաները կային ու բիթքոյնը չի ընկնում դեռևս։ Միակ ինձ անհանգստացնող, ցենց ասած, բանն այն է, որ այստեղ կարմիր մի հատ ցենց մոմ է գոյացել եւս, որը որ վստահ չեմ ինքը շարունակելու ներքև, թե չէ, բայց հանկարծ եթե կանաչ մոմովի վերջո սենց փակեց, ապա ինքը արդեն իմ կարծիքով շարունակությունն է տեղի ունենալու դեպի վերև։ Եթե մենք նայում ենք արդեն total 3-ին, որը որ market cap-ն է առանց Bitcoin Ethereum-ի, ապա կարող ենք տեսնել հետևյալը, որ այստեղ ի վերջո տեղի չի ունեցել շաբաթականով եմ նայում, չի ունեցել break of structure, հետևաբար դեպի վերև trend է, քանի դեռ այստեղ ներքևի զոնան չի ջարդվել, այսինքն մեր protected low-ը սա է, okay? Protected low-ը սա է, այստեղից բարձրացել է վերև, մնացածը, այսինքն այս կետից այս կետը, սա internal շարժ է։ Օրականով, երբ որ նայում ենք, կարող ենք տեսնել, որ այստեղ բավականին մեծ demand զոնա ունենք, որը որ իմիջայլոց strong demand զոնա է։ Այս strong demand զոնան շատ լավ պահեց ու այս demand զոնան հենա տեսնում ենք, որ ոնց իջավ 770 միլիարդի, տենց էլ բարձրացրեց միջև համարյա 1 տրիլիոն, տրիլիոնից 1.1, այսինքն 100 միլիարդ ավելացրեց, հիմա էլ այս զոնայում տատանվում է։ Ի վերջո մարմինը այս զոնայից ներքև չիջավ։ Այս զոնայից ներքև չիջավ, կարծում եմ, որ պետքա որ սա նույն տրամաբանությամբ ուզում է բարձրանալ։ Market structure-ի տեսանկյունից վերև, ներքև, այստեղ 1, 2, 3, այստեղ սենց, այս protected low, protected high, ու քանի որ ոչինչ չկա, այստեղ սենց ենք անում, մեր protected high-ը այս պարագայում էսի է, մնացածը այս ամենը, մեջինը, ուղղակի internal-ը։ Այստեղ մեր protected-ը փաստացի կպել է, մի փոքր զոնայով, սենց որ նայենք, բայց ոնց կպել է, տենց է բարձրացել է, հաշվի առնելով, որ սա մանիպուլացիա է ու որից հետո բարձրացել է, ես դեռևս OK եմ դիտարկել սա չջարդված,
որտեղ այս ամենը շուկայականից դուրս է։ Թե իրականում ինչ է տեղի ունենալու, ես բացարձակ չեմ կարող ասել, որովհետև այստեղ նույն տրամաբանությամբ նաև ունենք sense մի հատ տրենդ, որը որ եկել ջարդել է, բայց այս անտեր ջարդ կոչվածը Թրամփի շնորհքն է, չի համոզում ինձ, որ այս մանիպուլացիա արած այս սև գործը, որ արել են, ամբողջ շուկայի վրա կարազդի կամ ամբողջ շուկայի ցանկությունն ա եղել, որ սաղ վաճառել են։ Նման բան չի եղել, սա սարքած կոնկրետ գործ ա եղել ու դրա համար էլ չեմ կարողանում միանշանակ կողմնորոշվել վերև, ներքև ինչ կարելի է սպասել։ Համենայն դեպս, ինչպես որ ասացի, իմ կարծիքով այսօր ավելի շատ բիտքոյնը վերև եմ դիտարկում, բայց տեսանք, որ եռանկյունի մեջ է, ու այդ եռանկյունին որ ուղղությամբ էլ որ ջարդի, հավանաբար այդ ուղղությամբ էլ շարունակություն ունենալու, հուսով եմ դեպի վերևա ջարդելու։ Մեկ էլ եւս մի բան էլ stop loss-եր օգտագործեք, fake high-ից հեռու մնացեք եւ շուտով երևի այսօր կամ վաղը արդեն կհայտարարեմ դասընթացի մեկնարկը on-line, որը որ 24/7 հասանելիություն է լինելու։ Okay, կհանդիպենք հաջողություն։